Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Դուք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է արել։ Մեկ անգամ եւս հայտարարում են բոլոր նրանց համար, ովքեր մեկ անգամից չեն հասկանում։ Պարոն Բաղդասարյանը հանդիսանում է ԴՕԿ կուսակցության, իսկ ընտրությունների ժամանակ ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք դաշինքի մասնակից մյուս կուսակցությունների հետ։ Նախընտրական բոլոր հարցերով մինչև իմ դուրս գալը բացառապես զբաղվում է նա։ Ինչ վերաբերում է ԴՕԿ կուսակցության նախագահին նախընտրական գործառույթներից հեռացնելը, ապա դա Լևոն Բաղդասարյանի տիրույթում է եւ ես իրեն անվերապահորեն վստահում եմ։ ԴՕԿ կուսակցության նախագահին էլ հանձնարարում են օրենքով սահմանված կարգով հրավիրել համագումար, քանի որ օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտ է կուսակցության կանոնադրության փոփոխություններ կատարել, քննարկել նախագահի այս տարիների հաշվետվությունը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դաշինքով գնալու նախընտրական ցուցակի եւ այլ լրացուցիչ հարցեր։ Հրապարակ թերթը զեկուցում է, որ Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանից շաքարավազ ներկրել։ Հիշեցվում է, որ նա արդեն ներմուծում է հացահատիկ, իսկ նրա ընտանիքի անդամներն էլ ներկայացնում են բենզին ներմուծող ընկերություններ։ Ըստ տեղեկությունների շաքարավազի ներկրման նպատակը իրագործվելու է։ Կառավարությունից հայտնում են, որ Ադրբեջանից 4-րդ կարգի հացահատիկ եւ դիզվառելիք ներկրելուն զուգահեռ բանակցություններ, աշխատանքներ են տարվում նաեւ շաքարավազի ներկրման հարցերով։ Այդ հարցում եւս շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների սրտի օլիգարխը, շաքարավազի ներկրման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը եւ մոտ ապագայում նրա այս մի երազանքն էլ ըստ էության իրականություն կդառնա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը Սամվել Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում է գործարարի կնոջ Շողիրինայի եղբոր ընկերությունը, Սամվել Մկրտչյանին պատկանող Shisha World-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների։ Օրերս Երևանում վայրեջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը։ Հենց դրանով էլ տեղափոխել են տեղահանվածներին։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են քաղաքացիների ժամանումը, սակայն չեն նշել նրանց թիվը, պարզաբանելով, որ այժմ սահմանվում է նրանց իրավական կարգավիճակը։ Նախնական տվյալներով ինքնաթիռը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, միջանկյալ վայրեջք կատարել Բուխարեստում, որից հետո ժամանել է Երևան։ Այնուհետև նույն ինքնաթիռը Ուզբեկստան է տեղափոխել ավելի քան 40 արտաքսվածների։ Հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը տասնամյակների պատմություն ունի։ Այն դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության գործելավոճ։ 2026 թվականի հունվարի 14-ին Ալիևը ստորագրել է Ադրբեջանի մշակութային հայեցակարգ փաստաթուղթը, որում ներկայացված է առաջիկա 15 տարիների Ադրբեջանի պետական մշակութային քաղաքականության տեսլականը, նպատակներն ու կատարման մեխանիզմները, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Գործողությունների ծրագրում նշված է, թե այսպես կոչված ազատագրված տարածքներում մշակութային ժառանգության, այդ թվում հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված պետք է կատարվի գործունեության բարելավում, միջազգային հանրության շրջանում մշակութային ժառանգությանը պատճառված վնասի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում եւ պատճառված վնասը փոխհատուցելու միջոցառումների ձեռնարկում։ Նշենք, որ Բաքուն զբաղված է Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմամբ եւ յուրացմամբ, միևնույն ժամանակ հայերի մեղադրելով վանդալիզմի մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ պահպանման անվան տակ Արցախի հայկական հուշարձանների մի մասը ոչնչացվելու է օկուպանտականի անվան տակ, իսկ մյուս մասը հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական։ Ադրբեջանական պաշտոնական խոսույթում այս ձևակերպումները կանոնավոր կրկնվում են Հայաստանի հասցեին, անհիմն մեղադրանքների համատեքստում։ Թուրքիայի ամենաերկար գետը Քզılırmakը ամբողջությամբ սառցակալել է։ Նշենք, որ գետը սկիզբ է առնում Սեբաստիա նահանգից եւ թափվում Սևծով։ Սիվաս քաղաքի բնակիչներից մեկը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ցույց է տվել, թե ինչ տեսք ունի սառած գետը եւ թե ինչպես է կարողացել ձուկ որսալ։ Տեղացի նշել է, որ սառցակալած հատվածներում կիրառվել է ձկնորսության ուշագրավ մեթոդ, որը հայտնի է որպես էսկիմոսյան մեթոդ։ Նա գետի վրա կոտրած սառույցի մեջ խայծ է նետել ու ձկները դուրս են եկել ջրի մակերես, իսկ հետո ձեռքով հեշտ ու արագ բռնել է նրանց։ Եվ վերջում ուրվա տեսանյութ։ Վերոնիկա Նիշանյանը լքում է Հերմեսի ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Նա ներկայացրել է իր վերջին ցուցադրությունը։ Գրեթե 4 տասնամյակ Հերմեսի տեղամարտկանց հագուստի գծի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում աշխատելուց հետո հայազգի դիզայները ներկայացրել է իր վերջին հավաքածուն, փակելով նորաձևության տան պատմության մի ամբողջ փուլ։ 71-ամյա Նիշանյանը պատրաստվում է ստեղծագործական ղեկը փոխանցել երիտասարդ բրիտանացի դիզայներ Գրես Ուելս Բոներին։ Նիշանյանը հավաքածուն միավորել է նաև սեփական ստեղծագործական անցյալը, ցուցադրությունը տեղի ունեցել Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում։ Միջոցառումը սովորականից ավելի աստղային կազմ է ունեցել այն բրենդի համար, որը հայտնի է իր զուսպ հաղորդակցությամբ եւ հանրային դեմքերից խուսափող քաղաքականությամբ։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։